Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նոր մանրամասներ Աջափնյակի միջադեպից, ինչ վիճակում են վիրավորները։ Բավական ծանր են մեր պացիենտների վիճակը։ Վթար Երևանում, ով է տուժողը։ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի ուշադրության կենտրոնում, ինչպես է Մոսկվան արձագանքում Փաշինյանին։ Նոր սպառազինություն Հայաստանում, իրական վերազինում, թե տեղեկատվական արշավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունը նորից ուժգնանում է, ինչ է կանխատեսում միջազգայնագետը։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը անդրադառնալով Աջափնյակի դեպքին նշել է, որ որքան էլ ցավալի է, հանցավորությունը բոլոր ժամանակներին և բոլոր երկրներին է բնորոշ։ Քննադատություններին, թե իշխանությունը ավելի շատ ընդդիմադիրների հետևից է ընկած և չի կարողանում կանխել հանցագործությունները, նախարարը պատասխանել է. քրեական գործերը հարուցվել են հանցագործության փաստով, անկախ նրանից, թե ով է դրանք կատարել։ Գնահատական երևույթին կտան իրավապահ մարմինները, երկի շատ վատ է, որ մեր երկրում իմանալիք դեպքեր դեռ գրանցվում են, բայց ամեն դեպքում հանցավորությունը այնպիսի մի երևույթ է, որը հատուկ է բոլոր ժամանակներին, բոլոր երկրներին եւ բոլոր մարդկանց։ Ճիշտ են տրված։ Կարծացի, որ անձնական հարաբերությունների հետ կապված վիճաբանության արդյունք է, իհարկե ավելի մանրամասն տեղեկությունների չեմ տիրապետում, բայց անձնական հարաբերությունների միջամտելու իրական հնարավորություն պետությունը եւ կառավարությունը չունի։ Ամեն դեպքում գործի քննությունը եւ ելքը պետք է իրականացվեն բարձր արդյունավետությամբ։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանը տեղի ունեցածը նորմալ չի համարում։ Անահիտ Մանասյանի խոսքով կրակոցները նաև հասարակության կրթամշակութային խնդիրների հետևանք են։ Նրա գնահատմամբ նախ անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ անել կրթական համակարգում։ Նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում։ Ցավոք, տարատեսակ իրավիճակներում գործ ենք ունենում նման բացասական երևույթների ու միջադեպերի հետ։ Կարծում եմ, որ տարբեր մարմինների աշխատանքին ես բազմիցս նաև հրապարակային եմ անդրադառնում, իհարկե իմ լիազորությունների շրջանակներում անդրադառնալով այն դեպքերին, երբ իրավունքների խախտման հետ ենք գործ ունենում կամ առավելույթ խախտումների տարբեր այդ թվում իրավապահ մարմինների հետ կապված աշխատանքների առումով, բայց կուզենամ մի փոքր ավելի լայն հարցի վերաբերյալ խոսել, մասնավորապես ձեր կողմից հիշատակված տարբեր երևույթներ, այդ թվում երեկվա տեղի ունեցած միջադեպը, մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության եւ մշակույթի հետ կապված խնդրահարույց այսպես իրավիճակի արդյունք է եւ համարում եմ, որ այդ առումով թե կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, բայց բնականաբար նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն։ Իսկ առողջապահության նախարարը խոսել է կրակոցների հետևանքով վիրավորված քաղաքացիների առողջական վիճակի մասին։ Լսենք ինչ տեղեկություններ է հայտնել նախարարը։ Բավական ծանր են մեր պացիենտների վիճակը, իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները, հիմա լրացուցիչ այլ բան դա չեմ կարող ասել, գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո։ Իմ գործընկեր Սեդա Մակարյանն է եղել Արմենիա բժշկական կենտրոնում, բժշկական գծով փոխտնօրենը հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից մեկը հենց վիրահատական սեղանին է մահացել, մյուս 6-ին վիրահատել են, նրանց վիճակը կայուն է։ Փառք Աստծո, հիմա բոլորի վիճակը կայուն է, մենք ծայրահեղ ծանր կամ ծանր հիվանդ չունենք, վերահսկելի իրավիճակ է, միջին ծառայության է գնահատվում, նույնիսկ ասեմ ավելին, մեկը տուն է դուր գնացել, հիվանդանոցում էս պահին 5 հոգի են, որոնք բոլորը այսօր ռեանիմացիոն բաժանմունքից տեղափոխվել են համապատասխան այլ բաժանմունքներ ըստ իրենց տարած վնասների։ Հիշեցնեմ, որ երեկ Աջափնյակում ժամը 16-ի մոտակայքում կրակոցներ են հնչել, ինչի պատճառով մահացել է Երևանի 45-ամյա բնակիչ Արսեն Վարդանյանը։ Ոստիկանությունը դեպքի վայրում գտել է ինքնաձիգից և ատրճանակից կրակած պարկուճներ, դանակ, նաև կրակոցի հետքերով ավտոմեքենա։ Իրավապահներին հաջողվել է պարզել միջադեպի մասնակիցներին, նախաձեռնել են քրեական վարույթ, սպանության փորձի և ապօրինի զենք գործածելու հոդվածով։ Կոմիտասի Պողոտա Փափազյան խաչմերուկում վթար է տեղի ունեցել։ Վթարի է ենթարկվել ծառայություն իրականացնող պարեկը։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պարեկին տեղափոխել են բժշկական կենտրոն, կյանքին վտանգ չի սպառնում։
Իսկ սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարությունը հայտնել է, որ Ծափաթաղում սպանված 3 տարեկան Տիգրանի քրոջն ու եղբայրներին վերադարձրել են ընտանիք մոր մոտ։ Գերատեսչությունը վստահեցրել է, որ ընտանիքը լինելու է նախարարության դիտակետում ու հսկողության ներքո։ Հիշեցնեմ, որ երեխան անհետացել էր հոկտեմբերի 27-ին, իսկ նոյեմբերի 2-ին նրա մարմինը հայտնաբերվել էր Դաշտամիջյան հատվածում։ Երեխային սպանել էր հայրը։ Քիչ առաջ մեկնարկել է Բագրատ Սրբազանի եւ իր աջակիցների գործի վերաբերյալ հերթական դատական նիստը։ Կփոխվի արդյոք դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը դեռևս պարզ չէ։ Բագրատ Սրբազանը արդեն հայտարարել է, որ չի ցանկանում միջանկյալ խափանման միջոցի կիրառություն, կամ կալանք, կամ ազատություն։ Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել, թեմի նախկին առաջնորդի ուղղորդմամբ սոցհարթակներում քահանաների հասցեին հնչել են զրպարտություններ, թեմի 19 քահանաներ հայտարարությամբ հերքել են կարգալույց հոգևորական Արման Սարոյանի ասածները։ Ըստ նրանց Մասյացոտնի թեմի առաջնորդի փոփոխությունը պայմանավորված չի եղել քահանաների վրա որևէ ճնշմամբ։ Նախկին Գևորգ Սրբազանը մեզ քահանաներից մեղադրում է իբր հանուն օրվա հացի ճշմարտությունը զոհաբերելու համար։ Սա ոչ միայն հերյուրանք է, այլև ծանր վիրավորանք մեր արժանապատվությանը։ Տարիներ շարունակ թեմի առաջնորդի անմիջական պարտականությունն է եղել ապահովել քահանաներից արժանապատիվ վարձատրությունը, ինչը հակառակ բազում խոստումների չի իրագործվել։ Ավելին, քահանաներս հաճախ կեղեքվել ենք, ստիպված լինելով սեփական միջոցներից հոգալ թեմի եկեղեցիների կոմունալ ծախսերը, կազմակերպել դրամահավաքներ կարիքավոր քահանաներին օգնելու եւ միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ինչպես նաեւ զբաղվել են գրքերի եւ ապրանքների վաճառքով, թեմի բյուջեն համալրելու պատճառաբանությամբ։ Շատ դեպքերում չվաճառված գրքերի դիմաց պարտավորվել ենք վճարել մենք ինքներս։ Իշխանության թիրախում շարունակում է մնալ նաև արցախցիները։ Արցախի տեղեկատվական շտաբը ահազանգ է հնչեցնում, որ Հայաստանի Հանրապետությունը սառեցրել է Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները։ Թեմայի հետքերով Սեդակ Յուրեղյանն է գնացել։ Արցախի ներկայացուցչությունը շուրջ 5 միլիարդ դրամ է պարտք արցախցիներին։ Բռնի տեղահանված մոտ 22,000 մարդ չի ստացել աշխատավարձերը, հարձակման նպաստներն ու վերջնահաշվարկները։ Պատճառն այն է, որ Հայաստանը սառեցրել է Արցախի անունով բացված բոլոր պետական հաշիվները։ Պետական կառավարման համակարգեր, ուժային, կրթություն, մշակույթ, բոլոր, այսինքն այն ոլորտները, որ աշխատավարձ են ստանում պետական հիմնարկներից։ Եվ այդ մասով, վերջնահաշվարկի մասով գոյացել է մոտ 5 միլիարդ պարտք։ Դա ամբողջությամբ ներկայացվել է Հայաստանի իշխանություններին, բռնի տեղանից հետո, եւ դա մարդու իրավունքների խախտում է, որ անձինք աշխատել են, մարդիկ աշխատել են եւ պետք է այդ վերջնահաշվարկը տրամադրվի։ Մաղավուսի համայնքապետարանի աշխատակից Յանա Դանիելյանը չի ստացել 347,000 դրամ վերջնահաշվարկը, բայց նա միակը չէ։ Իր եւ իրենց հարևան համայնքի պետական այլ աշխատողներ եւս ունեն այս խնդիրը։ Մաղավուզի գյուղ համայնքը եւ ակումբը միասին 1,561,827 դրամ։ Իսկ Վարնկաթաղի համայնքը ակումբի աշխատողների հետ միասին 824,350 դրամ։ Յանան 2023-ի բռնի տեղահանությունից հետո բազմաթիվ պետական աշխատողների նման գնացել է ներկայացուցչություն, ստացել սեպտեմբերի աշխատավարձը մասամբ, իսկ վերջնահաշվարկների համար կրկին հրավիրվել ներկայացուցչության շենք ու ողջ օրը ոտքի վրա հաշվարկներ արել։ Հաշվարկները արեցինք, լրիվ ներկայացրեցինք հայտը ու ասեցին, որ կկանչենք բանկից գումարները ստանալ։ Փաստորեն մինչև բանկ բոլոր գործողությունները արված է։ Նախարարության ներկայացուցիչների ներկայությամբ արված ստուգված հայտերը մեր Մարտակերտի Գանձապետարանի աշխատողները նախարարության աշխատողների հետ միասին մեր հայտերը ստուգել են, ընդունել ու ասել, որ պետք է ձեզ տեղեկացնենք, երբ մոտենաք Արցախ բանկից ստանալ։ Դրանից հետո գործը կանգնել է, հաշիվները սառեցվել են։ Արցախի բյուջեում այս պահին այդքան մեծ գումար չկա, ազգային ժողովի նախագահն է ասում։ Բլոկադայի օրերին Արցախի տնտեսությունը փլուզվել էր, չնայած Հայաստանը 13,5 միլիարդ տոկոս վարկ տրամադրեց Արցախին, բայց հետո մի կլորիկ գումար էլ հետ գանձեց մարելու Հայաստանի բանկերում վարկ ունեցող այն արցախցիների պարտքերը, որոնք կորցրել էին իրենց գույքը 2020-ի պատերազմի ընթացքում։ Բլոկադայի արդյունքում ունենք 50 միլիարդի դեֆիցիտ։
Եվ այստեղ հասկանում ենք, որ միակ գումարը եկամուտների մասով այն, որ պետք է գոյանար, Հայաստանից պետք է լիներ։ Հայաստանի Հանրապետությունը այդ 2023 թվականի ամբողջ ընթացքում, եթե չեմ սխալվում, մոտ 135 միլիարդ գումար տրամադրել է, բայց 52 եւ ավել միլիարդ գումար վերցրել են այդ գումարը, որը տրամադրվել է Արցախին եւ տրամադրվել է Հայաստանի բանկերի պարտքերի մարման համար։ Արցախի ներկայացուցչությունն ու բնակիչները բազմիցս են դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը խնդրի լուծման ակնկալիքով։ Պատասխանը սակայն նույնն է. խնդիրը Հայաստանի կառավարության տիրույթում չէ։ Այս պատասխանն է ստացել նաև Յանան։ Ես փախստական եմ, ասում է։ Այս պահին իմ պահանջը Հայաստանի կառավարությունից չէ։ Պիտի մի ինչ-որ ընդհանուր բան արվի, որպեսզի ներկայացնի Հայաստանի կառավարությունը, այդ բոլորը պիտի անեն Արցախի ներկայացությունը, ազգային ժողովը։ Արցախի ազգային ժողովի նախագահը հիշեցնում է, Արցախի բյուջեն երկու մասով էր ձևավորվում, որի մի զգալի մասը Հայաստանի բյուջեով էր հաստատվում, կառավարության կողմից։ Իրենք չնայած բազմաթիվ մերժումներին ու խուսափողական պատասխաններին պատրաստ են երկխոսության։ Հեշտ է ասել, որ մենք դա մեր տիրույթում չի, սառեցվածա կամ սառեցվածը մեր չի, չէ, դուք էլ ունեք ձեր պարտավորությունը եւ պետք է նստել, քննարկել, ինչպես ենք այս հարցերի լուծումները տալիս, որովհետեւ դրանք բաց են, մեր համար մեր ժողովուրդը մեզ դիմում է, մենք այդ հարցերը մետեողական ենք, մենք հասկանում ենք, որ պետք է այդ հարցերի լուծումները տրվի։ Դանիելյանը միջազգային իրավունքն է մեջբերում։ Պետության տարածքի կորուստը չի նշանակում, որ Արցախի հանրապետությունը չկա։ Ասում է, իրենք պայքարում են իրավական եղանակով։ Թե ինչ է արվում եւ ինչպես կհանգուցալուծվի հարցը, Դանիելյանը նախընտրեց գործընթացից հետո առանձին հայտարարություն անել։ Սեդակ Յուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այսօր Վաշինգտոնում մեկնարկելու է Խաղաղության խորհրդի առաջին նիստը։ Փաշինյանը երեկվանից Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Խորհուրդը, որի նախագահը Դոնալդ Թրամփն է, ստեղծվել է վերահսկելու Գազայի հրադադարի պահպանումը եւ հետպատերազմյան վերականգնման գործընթացը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւս խորհրդի կազմում է եւ հավանաբար նա նույնպես կմեկնի Վաշինգտոն նիստի մասնակցելու։ Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ չեն պլանավորում մասնակցել Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Վատիկանը նույնպես մերժել է հրավերը։ Կարծում եմ, որ ճգնաժամային վիճակների կառավարման հարցերով պետք է զբաղվի Միավորված ազգերի կազմակերպությունը։ Զուգահեռ Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները շարունակում են խոսել թրիփի մասին։ ՔՊԱ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի խոսքով թրիփ նախագիծը Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից միանշանակ օգտակար է, բայց պետք է հաշվի առնել նաև անվտանգային եւ աշխարհաքաղաքական կոմպոնենտը։ Ազգային ժողովի պատգամավորը շեշտել է, որ Հայաստանը շահագրգռված չէ այլ երկրների ռազմական ուժեր տեղակայել Հայաստանի Հանրապետության տարածքում, հատկապես սահմանների երկայնքով։ Այս ֆոնին Երևանում ակտիվ քննարկվում է նաև ազգային անվտանգության եւ բանակի վերազինման հարցը։ Իշխանությունը խոսում է Հնդկաստանից ձեռք բերվող սպառազինության մասին, վստահեցնելով, թե բանակը ուժեղանում է։ Սակայն փորձագիտական շրջանակներում հարցերը շատ են։ Ինչ է իրականում գնում Հայաստանը, մանրամասները ռեպորտաժում։ Վերջին ամիսներին իշխանությունը ակտիվորեն խոսում է Հնդկաստանից Հայաստան մատակարարվող սպառազինության մասին, այն ներկայացնելով բանակի վերազինման կարևոր քայլ։ Թեման առավել ընդգծվեց նաև Հնդկաստանի պաշտպանության նախարարի Հայաստան կատարած այցի ընթացքում։ Սակայն փորձագիտական շրջանակներում հարցերը շատ են։ Խոսքը համակարգված զինման մասին է, թե ավելի շատ տեղեկատվական արշավի։ Իշխանության համար շատ ավելի հեշտ է ցույց տալ նմուշներ, քարոզիչների միջոցով ասել, տեսեք, մենք զենք ունենք կամ զենք ենք առել եւ այլն։ Իհարկե, այդ նույն մարդիկ, ովքեր այդքան խոսում են այդ զենքերի մասին, այսօր չեն խոսում, չէ՞ նրա մասին, թե այս իշխանությունը կամ այս իշխանության քաղաքականության հետևանքով 44-օրյա պատերազմին դրան հաջորդած Հայաստանի դեմ ագրեսիաների պարագայում
Ադրբեջանը ինչքան զենք, զինամթերք, սպառազինություն, ենթակառուցվածքները շարքից անել։ Ըստ հրապարակվող տվյալների ձեռք բերված զինատեսակների մի մասը համարվում է նոր եւ դեռևս լայնածավալ մարտական փորձարկում չի անցել։ Բացի այդ, խոսքը հիմնականում սահմանափակ քանակի մասին է։ Ռազմական փորձագետները նշում են, առանձին համակարգերի ձեռքբերումը դեռևս չի նշանակում պաշտպանական հավասարակշռության վերականգնում։ Եթե մեծ պետությունները զենքի ցուցադրությունը հիմնականում կազմակերպում են ռազմավարական զսպման նպատակով նաև, ապա փոքր պետությունների պարագայում, որոնք ունեն բավարար ռեսուրսներ, զենքի ցուցադրությունը, ռազմամթերքի ցուցադրությունը չի կարող ծառայել որպես ռազմավարական զսպման միջոց։ Զրուցակիցներս հիշեցնում են նախորդ փորձը։ 2019 թվականին ձեռք բերված Su-30 կործանիչները ներկայացվում էին որպես որակական շրջադարձ հայկական բանակի համար։ Սակայն հետագայում պարզվեց, որ դրանց սպառազինման եւ կիրառման խնդիրները լիարժեք լուծված չէին, եւ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ հնարավորությունը ամբողջությամբ չօգտագործվեց։ Ինչի համար է այդ տեխնիկան։ Բերել տանել պարկերում կանգնեցնել, որոշակի հաճախականությամբ հանել փողոցներում ցույց տալ, որ մենք sense բան ունենք, նկարվել, հետը նկարել, գիտեք, սա շատ հիշեցնում է Su-30-ների ձեռքբերումը 2019-ին։ Սա ինձ հիշեցնում է այդ Հորդանանից այդ օգտագործված ՕՍԱՀԿ համակարգերի 30 միլիոն դոլարանոց ծրագիրը եւ այլն եւ այլն։ Այս համատեքստում հարց է առաջանում. այսօր արդյոք չի կրկնվում նույն մոտեցումը, բարձրաձայն հայտարարություններ, մեծ սպասումներ, բայց սահմանափակ գործնական արդյունք։ Եթե սպառազինության ձեռքբերումը չի ուղեկցվում բավարար քանակով, ռազմավարական հստակ հաշվարկով եւ համակարգային մոտեցմամբ, այն կարող է դառնալ ոչ թե անվտանգության ամրապնդման, այլ տեղեկատվական ազդեցության գործիք։ Ցանկացած գովազդ ունի որոշակի պատմական համատեքստ։ Այս պարագայում պատմական համատեքստը հատկապես վերաբերվում է նախընտրական շրջանին, այ մենք տեսանք հատկապես երբ սկսվեց հնդկական զենքերի մասին խոսակցությունները, երբ սկսեցին ցուցադրել դրանք, որը ցավոք սրտի հատկապես մեր նման պետություններում, ասել է թե փոքր պետությունների համար, դա կարող է առաջացնել բավականին լուրջ խնդիրներ։ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով իշխանությունը զինվելու գործընթացը ներկայացնում է որպես լավություն, մինչդեռ դա պետության հիմնական պարտականություններից մեկն է։ Ասում են դե ուրախացեք, մենք զենք ենք գնել։ Նորմալ է, որ պետությունը զենք է գնում։ Հիմա նույնն է, որ պետությունը, ասեք, գիտեք, կառավարությունը թոշակա տալիս, ուրախացեք, շնորհակալություն հայտնենք։ Պետության ֆունկցիա է ստանձնել, պետությունը ֆունկցիա ունի ինչպես սոցիալական խնդիրների լուծման առումով, այնպես էլ երկրի իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար։ Մասնագետները հիշեցնում են, անվտանգությունը չի չափվում հայտարարությունների քանակով, այլ իրական պաշտպանունակությամբ։ Եթե ձեռքբերումները սահմանափակ են, չեն փորձարկվել լայնամասշտաբ մարտական պայմաններում եւ չեն կազմում ամբողջական պաշտպանական համակարգի մաս, ապա դժվար է ակնկալել, որ դրանք կփոխեն ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Զինված ուժերի վերազինումը պահանջում է հստակ ռազմավարություն, բավարար ծավալ եւ շարունակականություն։ Հակառակ դեպքում բարձրաձայն հայտարարությունները կարող են վերածվել պարզապես տեղեկատվական ֆոնի, այն դեպքում, երբ հասարակությունը սպասում է ոչ թե PR-ի, այլ իրական անվտանգության։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իսկ Փաշինյանի հայկական երկաթուղիներին եւ դրանց կառավարման վերաբերյալ օրերս արած հայտարարությունները հայտնվել է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանի մտադրությունը փոխարինել Ռուսաստանի երկաթուղիների կառավարման գործում կարող է մի գիշերվա ընթացքում փլուզվել։ Ես չեմ գնահատի այլ երկրների կարողությունները երկաթուղային կառավարման ոլորտում, բայց կարող եմ վստահորեն ասել, քիչ հավանական է, որ որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որը երկար ժամանակ արդյունավետորեն գործում է Հայաստանում եւ գործում է ոչ այնքան դյուրին պայմանում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Փաշինյանի վերջին հայտարարություններին, դրանք անվանելով տարօրինակ եւ փոքր-ինչ անընդունելի։ Հայաստանի երկաթուղային ցանցը Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության կառավարման տակ է արդեն ավելի քան 20 տարի։ Այդ ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն կայուն կերպով կատարում է իր կոնցեսիոն պարտավորությունները, այլև զգալի միջոցներ է ներդնում ենթակառուցվածքների եւ շարժակազմի արդիականացման նպատակով։ Երևանում սակայն այս մասին կարծես թե մոռացել են։ Ինչ վերաբերում է հայկական երկաթուղիների Ադրբեջան եւ Թուրքիա գնացող երկու հատվածների Երևանի խնդրանքով վերականգնման վերաբերյալ մեր մոտեցմանը, ապա այն փետրվարի 12 հստակորեն արտահայտել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք այդ տեսակետին էլ հավատարիմ կմնանք։
Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև լարվածությունը նորից ուժգնանում է եւ վիճակը աստիճանաբար ավելի վտանգավոր է դառնում։ Զարգացումները հուշում են, որ կողմերը կարող են գնալ բախման։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով շատ մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածի Իրանին։ Նրա խոսքով բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս։ Ինձ համար դեռևս մեկ հարց է բաց մնում։ Ամերիկան հարվածելու է միայն ռազմական եւ տնտեսական ենթակառուցվածքներին, թե նպատակն Իրանի քաղաքական ղեկավարության տապալումն է։ Այստեղ իհարկե հարց է առաջանում, թե ինչու Միացյալ Նահանգները բաց թողեց ակտիվ հանրահավաքների ժամանակ Իրանին հարվածելու հնարավորությունը։ Ամենայն հավանականությամբ հաշվարկն այն էր, որ դրանից հետո իրանական իշխանությունն ավելի թուլացած է լինելու, ունենալով ավելի ցածր ներքին ու արտաքին աջակցություն։ Մինչ մերձավոր արևելքում լարվածությունը խորանում է, դիվանագիտական բարդ գործընթացներ են ընթանում նաև այլ ուղղությամբ։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները երեկ տևել են շուրջ 6 ժամ, իսկ այսօր ընդամենը 2։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադառնալով այդ տարբերությանը նշել է, որ ժամանակի կրճատումը չի նշանակում առաջընթացի բացակայություն։ Նրա խոսքով բանակցությունները բարդ են, ինչի մասին արդեն խոսել է նաև ռուսական պատվիրակություն ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զառա Սարգսյանը։ Վաղուց ի վեր ժամանակն է Թուրքիան ներառել Եվրոպայի անվտանգային համակարգում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հուսով եմ հիմա բոլորն են հասկանում, որ իրատեսական եվրոպական անվտանգային համակարգ չի կարող կառուցվել առանց Թուրքիայի, ասել է նա։ Նշենք, որ Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել դեռևս 1987 թվականին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ն համեմատել է ողնաշարավոր գորտի հետ, որի ուղեղը վնասված է, բայց ողն ուղեղն անվնաս է, ինչը թույլ է տալիս նրան ռեֆլեքսորեն արձագանքել գրգիռներին, գրում է L'Express-ը։ Մակրոնն անդրադարձել է ՆԱՏՕ-ի վիճակին Թրամփի նկրտումների ֆոնին։ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Մենք կաշխատենք մեր գործընկերների հետ վստահ լինելու համար, որ սա գլոբալ ազդեցություն կունենա, նշել է նա։ Ըստ նրա Լուկաշենկոն օգնում է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից եւ մեծացնում է իր դերը հակամարտության սրման եւ երկարաձգման գործում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրի առջև ծառացած իրական սպառնալիքը ոչ թե Ռուսաստանն է, այլ Եվրամիությունը։ Օրբանը Եվրամիությանը համեմատել է խորհրդային բռնապետական ռեժիմի հետ, որն անցյալ դարում ավելի քան 40 տարի գերիշխել է Հունգարիայում։ Ովքեր սիրում են ազատությունը, պետք է վախենան ոչ թե Ռուսաստանից, այլ Եվրամիությունից, ասել է նա։ Ոչ սնունդ կա, ոչ վառելիք, ոչ զբոսաշրջիկներ։ Միացյալ Նահանգների ճնշման տակ կյանքը Կուբայում կանգ է առել։ Թրամփի վարչակազմը դադարեցրել է նավթի հոսքը դեպի Կուբա, փորձելով ստիպել կոմունիստական կառավարում ունեցող կղզուն իրականացնել նշանակալի քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ։ Ֆրանսիայում 36 օր շարունակ անձրև է տեղում, հայտնել է երկրի հիդրոօթերոթաբանական ծառայությունը։ Տեղումները հանգեցրել են ջրհեղեղի մի քանի դեպարտամենտում։ Եվ վերջում Շվեդիան մասնավոր կղզիներ է բաժանում։ Մասնավորապես Visit Sweden կազմակերպությունը սկսում է ձեր շվեդական կղզին նախաձեռնությունը։ Այն 1 տարով 5 մասնավոր կղզի է նվիրաբերում։ Թեև կղզին կլինի ձեր շվեդական կղզին, ինչպես հուշում է արշավի անվանումը, այն չի լինի ձեր սեփականությունը։ Դրա փոխարեն դուք կլինեք կղզու պաշտոնական պահապանը, դա հաստատող փաստաթղթով եւ կունենաք կղզին 1 տարով օգտագործելու իրավունք։ Այդ իրավունքը վաստակելու համար մրցույթ կանցկացվի, որին չեն կարող մասնակցել միայն միլիարդատերերը։ Զառա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում Ուկրաինայի բնապահպանության պետական տեսչության նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Սուբոտենկոն կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությանը ստիպված է եղել բացատրել, թե որտեղից իրեն $653,000 կանխիկ գումար։ Պաշտոնյան բացատրել է, որ գումարը հայտնաբերել է իր բերբերյան ազգանունով տատիկից ժառանգած ավտոտնակում, որը մահացել է 2020 թվականին։ Սուբոտենկոն հայտարարել է, որ միջոցները տատիկը ստացել է օրինական ճանապարհով։ Այն ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Աննա Սարգսյանը։